կնոջ մոտ օրգազմը այնպիսի ֆունկցիոնալ նշանակություն ունի, որ ամեն մի սեռական ավարտին նա պետք է այդ սեքսուալ բավարարվածությունը զգա, եթե կինը երկար ժամանակ ապրում է սեռական կյանքով, սակայն օրգազմ չի ապրում, ապա դա ժամանակի ընթացքում իհարկե կարող է իր բացասական հետքը թողնել։ Ապացուցված է, որ կանանց մոտ օրգազմի բացակայության ժամանակ տեղի է ունենում սեռական հորմոնների մակարդակի բարձրացում եւ արդյունքում կարող են առաջանալ նույնպես մի շարք բացասական հետևանքներ ընդհանուր միջև նևրոզի առաջացում, բայց միևնույն ժամանակ օրգազմի դեպքում կնոջ մոտ այդ պահին արյան մեջ արտադրվում են մի շարք կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք նաեւ օրգանիզմից հանում են այն վնասակար բակտերիաները, որոնք մնում են սովորաբար այն դեպքերում, եթե կինը երկար ժամանակ օրգազմ չի ապրում։ Սովորաբար նաև կնոջ մոտ օրգազմի երկարատև բացակայությունը կարող է նաև բերել կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը, ինչու, որովհետև կնոջ օրգանիզմը այնպես է կառուցված, որ սեռական հարաբերության ժամանակ մի շարք կենսաբանական ակտիվ նյութերի դուրս բերումը բերում է նրան, որ նաև սկսում են արտադրվել հակաուռուցքային բջիջներ, եւ այդ հակաուռուցքային բջիջները սկսում են նպաստել, որպեսզի կնոջ մոտ կրծքագեղձի առաջացման հավանականությունը նվազի։ Եթե կինը ուշ է ապրում սեռական կյանքով կամ առհասարակ չի ապրում սեռական կյանքով, ապա նույնպես այստեղ հավանականություն կա կրծքագեղձի քաղցկեղի առաջացման։ Բացի այդ, նաև ապացուցված է, որ կրծքագեղձի քաղցկեղ կարող է առաջանալ այն բոլոր դեպքերում, երբ սեռական ակտի ժամանակ կիրառվեն կոպիտ որևէ քայլեր, առհասարակ կոպիտ վերաբերմունք կամ թեկուզ եւ բռնաբարության ենթարկված կնոջ մոտ նույնպես հավանականությունը մեծ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը։ Մեխանիզմը շատ պարզ է, կրծքագեղձը շատ նուրբ օրգան է եւ նրա հետ կոպիտ վերաբերվելու դեպքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է։